Հաջորդ պատկերը հաջորդիվ արդեն մեր ժամանակակից պետականության սիմվոլներն են եւ առաջինը, ինչպես տեսնում եք, Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրն է, որը մեր կարևորագույն պետական ինստիտուտներից է։ Ճարտարապետական ամբողջ էլեմենտները լրիվ պահպանված են։ Էլի նույն ձևի լուսանկարից տրանսֆորմացված պատկերի հետ գործ ունենք։ Հաջորդիվ կառավարության շենքը, ընդ որում մենք մտածում էինք, թե պետական ինստիտուտները ինչ հաջորդականությամբ անձնագրում տեղադրենք եւ վերջո որոշեցինք, որ որպես հիմք ընդունենք արարողակարգային ավակության տրամաբանությամբ եւ այդ տրամաբանությամբ էլ նախագահի նստավայր, որից հետո գալիս է կառավարության շենքը եւ ընդ որում մենք փորձում ենք այնտեղ, որտեղ նաեւ բնականում տարածքում սովորաբար լինում են մարդիկ, նաեւ մարդկանց պատկերել նկարներում, որպեսզի նաեւ կապը քաղաքացու մարդկանց հետ շատ ուղիղ ընդգծվի։ Հաջորդիվ արդեն Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը նույն կերպ վիզուալիզացվել է, այսինքն պատկերվել է, հաջորդիվ Սահմանադրական դատարանը, էլի տվյալ դեպքում նաև դատավոր ունենք կադրում։ Մենք ընտրել ենք հիմնական պետականությունը խորհրդանշող կարևոր ինստիտուտները, պարոն վարչապետ, թվարկեցիք դրանք եւ փորձել ենք այս կերպ նաև պետականության բաղադրիչը եւս պահպանել մեր նկարներում։ Հաջորդիվ արդեն հիմնականում մարզերին ենք անդրադառնում նաև եւ առաջինը բնականաբար մայրաքաղաք Երևանը, նախորդիվ շենքերն էլ իհարկե մայրաքաղաքում են, Երևանում են, եւ երկար քննարկումներից հետո որոշեցինք պատկերել Երևանի կասկադը, որը իհարկե Երևանում շատ ուժեղ սիմվոլներ կան, բայց ընտրություն պիտի կատարեինք եւ ընտրությունը կանգ առավ Երևանի կասկադի վրա եւ նաեւ Թամանյանը որպես մեր ժամանակակից քաղաքաշինության նահապետ, եթե կարելի է այդպես ասել, եւ կարծում եմ նաեւ Երևանի իրական կյանքը պատկերող տեսարան, որը շատ պոզիտիվ է եւ այս կադրն էլ կարծում եմ հաջող է ընտրված, ընդ որում մենք ընդգծել ենք նաեւ հիմնականում կասկադի կողքի շինությունները, որոշել ենք, որ քան մանավանդ հիմա այնտեղ ներդրումային ծրագրեր են իրականացվում, մենք այսինքն փոխվելու է, բայց մենք որոշել ենք կասկադի սկզբնական տեսքի տրամաբանությամբ առաջնորդվել եւ ահա այսպիսի պատկեր ենք ստացել։ 500 ընդգծելով կասկադը ունի 572 աստիճան։ Այդ տենց փոքր ինֆորմացիաներ է։ Հաջորդիվ Արագած լեռը իր 4 գագաթներով եւ տվյալ բարձրության մասին եւ իհարկե նաեւ Արագած բարձրացող քաղաքացիները, որը էլի նույն տրամաբանության մեջ է, էլի ուշադրություն դարձրեք, որ էջի կեսից ներքևի հատվածն է օգտագործված եւ այս սահմանափակումը բոլոր էջերում մենք նկատի ենք ունեցել, երբեմն վիզուալ կարող է տպավորություն ստեղծվի, որ ամբողջական ենք օգտագործել, բայց մենք ուղղակի պատկերները փորձել ենք տեղադրել են տրամաբանությամբ, որ նրանց ամբողջականությունն էլ չտուժի, բայց մյուս կողմից էլ էջի համար եւ անվտանգային պաշտպանիչ շերտերի համար խնդիրներ չառաջացնենք։ Պարոն վարչապետ, այստեղ սկսում ենք Արագածոտնի մարզից, մենք այբենական ենք դասավորել մարզերը, սա էլ եմ ուզում ասել, եւ կտեսնենք, որ նկարի ներքևի հատվածում նաեւ երիցուկներ կան, որոնք ավելի բնական տեսք են հաղորդել։ Արագած գնացող մեր բոլոր քաղաքացիները կարծում եմ գիտեն, որ տարածքը հայտնի է երիցուկների ընդհանուր դաշտերով եւ փորձել ենք նաեւ բնականություն հաղորդել ընդհանուր պատկերին։ Շատ լավ, հաջորդը Արատի մարզից պատկերել ենք Խորվիրապը, որպես էլի մեր քրիստոնեության կարևորագույն կենտրոններից մեկը եւ իհարկե նկատում են մեր քաղաքացիները, որ մենք այնպիսի ռակուրս ենք ընտրել մեր քաղաքականությունների եւ ինչի մասին շատ վաղուց խոսել ենք եւ խոսում ենք, որ կադրում արտացոլված լինի մանավանդ Հայաստանի Հանրապետության անձնագիրն է արտացոլված լինի Հայաստանի Հանրապետության տարածքը եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը արտահայտված լինի։ Ու սրա մասին շատ քննարկումներ են եղել, շատ են խոսել, ենթադրում եմ էլի կլինի, բայց մեր ընկալումը եւ դիրքորոշումը այսպիսին է։
Պարոն վարչապետ, եւ որպեսզի պատկերն էլ պարզ լինի, մենք օրինակ դիտարկում ենք արտաշատի ավերակները կամ խոր վիրապը, քանի որ դուք արդեն նշեցիք, որ հիմնական նկարները, երբ որ դիտարկում ենք, չէր իդենտիֆիկացվում, որ պատկերի մասին է խոսքը, մենք դրա համար նաեւ կողմնորոշվեցինք խոր վիրապի ուղղությամբ եւ քանի որ ուղիղ կապ ունի նաեւ քրիստոնեության ընդունման հետ, որոշեցինք կենտրոնանալ խոր վիրապի վանքի վրա եւ նաեւ ամբողջ պատկերը երևում է փոքր գմբեթը, մեծ գմբեթը, պարսպի ամբողջ լուծումներն են այստեղ եւ հետևում նաեւ Արարատյան դաշտն է։ Այս տրամաբանությունը կարծում եմ փորձել ենք ամբողջացնել եւ Արարատի մարզի դեպքում լրիվ ամբողջական պատկեր ենք ստացել։ Շատ լավ, հաջորդիվ նաեւ կարեւոր ենք համարել, որպեսզի մեր ժառանգության ամենակարևոր հատվածներից մեկը ներկայացնելու առիթ օգտագործենք, քանի որ մայրաթոռը գտնվում է էլի Արմավիրի մարզում եւ որոշեցինք, որ առիթ օգտագործենք եւ Արմավիրի մարզը ներկայացնենք նաեւ լավաշի թոնրատան տրամաբանությամբ մի իրական կյանքի պատկերով, որը առնվազն սիմվոլիկ առումով արտահայտում է լավաշի թխման process-ը եւ նաեւ Արմավիրի մարզի այգիները, պտուղները եւ այդպես շարունակ։ Կարծում եմ ելի լավ տեսարան է եւ դժվար է պատկերացնել մեր ինքնությունը եւ մեր երկիրը առանց լավաշի թխման արարողության, որովհետեւ դա մեր ինքնության եւ իրականության ուժեղ սիմվոլներից մեկն է։ Ես այստեղ միայն հավելեմ, պարոն վարչապետ, որ հիմնականում բնականաբար թոնրատաները փակ տարածքներում են, բայց մենք ուսումնասիրել ենք նաև գյուղական տարբեր միջավայրերը եւ բացօթյա թոնրատաներ եւս հայտնաբերել ենք, այնպես որ սա եւս չենք հորինել ամբողջը իրական կյանքից վերցած։ Պետք է հաշվի առնել նաև, որ սիմվոլիզմի տրամաբանությունն էլ պետք է հաշվի առնել, իհարկե բացօթյա թոնիրներ, թոնրատաներ նույնպես կան եւ այս սիմվոլիկ պատկերը նաև երբ որ Պապիկ այգում աշխատելուց հետո եկել է հանգստանում է եւ համտեսում է թարմ լավաշը եւ այլն, այսինքն կյանքի իրական պատկերները նույնպես, այսինքն անձնագիրը նաեւ մեր կյանքի արտահայտումը պետք է լինի եւ ես գոնե այս տեսարանը եւ այս պատկերը շատ եմ հավանում եւ շատ եմ սիրում։ Խնդրեմ հաջորդիվ իհարկե մենք մտածեցինք, որ շատ կարեւոր է, որպեսզի նաեւ Սևանա լիճը երևա եւ բայց մյուս կողմից Սևանա լիճը ցույց տանք այնպես որ նախ ինքը նույնականացվի եւ նույնականացվի այնպիսի դիտանկյունից, որը նաեւ Հայաստանի Հանրապետությունում շատերին ծանոթ չէ, որովհետեւ կարծում եմ Սևանը բնականաբար Հայաստանում բոլորը գիտեն, բայց վստահ չեմ, որ Բերդկունք ամրոցը 10-րդ դարի շատերն են այցելել եւ շատերը գիտեն, որ Սևանի ափին Բերդկունք ամրոց կա եւ մենք նաեւ որոշեցինք այս ճանապարհով նաեւ Բերդկունք ամրոցի հանրահռչակմանը ծառայեցնել անձնագրի ձևավորումը եւ իհարկե Սևանը այսօրվա պատկերով ուրախությամբ պետք է նշեմ, որ նաեւ հիմա Սևանում շատ հաճախ կարելի է տեսնել առագաստա նավեր փոքրիկ եւ այս պատկերն էլ նույնպես այսօրվա իրականությունն է արտահայտում եւ հիմա էլ Բերդկունքում էլ շարունակաբար պեղումներ են տեղի ունենում եւ սա նույնպես մեր պատմական ժառանգության շատ կարեւոր մի հատված է։ Ես ուղղակի հավելեմ, պարոն վարչապետ, որ քանի որ դժվարամատչելի անառիկ ամրոց է Բերդկունքը եղել, հիմնական հենց հասանելիություն ապահովող հատվածն է պատկերում երևում, որը Բերդկունք գյուղից է ըստ էության գնում եւ այո, Սևանա լիճը առանձին վերցված չէին կարողանում լավ պատկերով նկարագրել եւ նաեւ թերակղզու տարբերակը եւս փորձել էինք, բայց որpիսի մեր նպատակը կարողանանք իրացնել, այսինքն նույն լոկացիաները անընդհատ չկիրառենք անձնագրում, ավելի հետաքրքիր բազմազան տարբերակով ապահովենք, Բերդկունք ամրոցը կարծում լավագույնս արտահայտում է այս միտքը։ Շատ լավ, հաջորդ էջը եւ իհարկե ակնհայտ տեսարանը Գառնու հեթանոսական տաճարը, որը նույնպես մեր պատմության շատ կարեւոր հանգրվաններից է եւ իհարկե Հայաստանի քաղաքացիների եւ օտարերկրյա զբոսաշրջիկների համար ամենասիրելի վայրերից մեկը, այստեղ շատ մեկնաբանություն չունեմ, պարզապես Գառնու տաճարը։
Այստեղ պարոն վարչապետ, ես ուղղակի ուզում եմ նաև նշել, որ մշակույթների լավագույնս համադրման լուծում ունենք որպես այդպիսին, որովհետև հունական դասական ճարտարապետական ոճն է օգտագործված շենքում, հայկական քարերն են եւ նաև ուշադրություն դարձնենք, որ մեր քաղաքացիները որպես կանոն աստիճաններին են նստում եւ նկարվում, փորձել ենք նաև այստեղ եւս այդ էլեմենտը ապահովել։ Այստեղ իհարկե կարող է հարց ցակել, թե ինչ են երկու քաղաքացիներ պատկերվում, որովհետև պարզ է, որ Գառնիում էլ Հանրապետության հրապարակում էլ մյուս տեղերում էլ քաղաքացիների թիվը միշտ անհամեմատ ավելի մեծ է, բայց ուղղակի չենք կարող բազմաթիվ քաղաքացիներ պատկերել, որովհետև այդ դեպքում արդեն բուն հուշարձանի պատկերման ամբողջականությունը կտուժեր, դրա համար փորձել ենք մարդու ներկայությունը ընդգծել, բայց նաև շատ մարդկանց ներկայությամբ որևէ ձևով չստվերել հուշարձանի պատկերումը մեր անձնագրի էջերի վրա։ Խնդրեմ հաջորդը։ Լորիբերտ ամրոցը, որը նույնպես մեր պատմության շատ կարևոր կոթողներից է, եւ Լոռու մարզում էլ մենք ունենք բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ եւ իհարկե բնության գեղեցկություններ, որ մենք կարող ենք պատկերել, բայց այնուամենայնիվ մենք այստեղ փորձել ենք նաև մեր պետականությունը խորհրդանշող սիմվոլներ ընդգծել եւ Լորիբերտը իհարկե մեր շատ կարևոր սիմվոլներից է եւ ուրախ եմ, որ մենք անձնագրում ունենք այս պատկերը եւ նաեւ հույս ունեմ, որ առիթից օգտվելով նաեւ բազմաթիվ քաղաքացիներ իմիջայլոց ովքեր անձնագրի հետ կառնչվեն եւ օրինակ չեն եղել Լորիբերտում, չեն եղել Բերդկունքում եւ մյուս տեղերում, դա նաեւ լրացուցիչ խթան կլինի, որպեսզի նրանք անպայման այս կոթողները, հուշարձանները տեսնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկեն։ Եվ նաեւ վերևում փոքր բոլոր տեղերում մի տողով Լորիբերտ ամրոցը 11-րդ դար։ Հաջորդը եւ տեսարան Գյումրիից, որը կարծում եմ, որ նույնպես էլի շատ բնորոշ է ստացվել, Գյումրիի փողոցներից մեկը վերականգնված կամ պատմական միջավայրին մաքսիմալ հարազատ փողոցներից մեկը, ահա պատկերել ենք եւ իհարկե Գյումրիի հայտնի ֆայտոնը չէր կարող տեղ չզբաղեցնել մեր անձնագրի մեջ եւ էլի պատկերը հնարավորինս նույնական է իրականության հետ, էլի նույն մեթոդն ենք օգտագործել, հիմնականում լուսանկար, որը հետո հետագայում համակարգչային ծրագրերի միջոցով տրանսֆորմացվել եւ վերածվել այսպիսի պատկերի։ Հաջորդը Պաղաբերտ ամրոցը, որը գտնվում է Կապանում, Կապան խոշորացված համայնքում, Կապանի մերձակայքում, եւ որտեղ եւս կառավարության հատկացրած միջոցներով իրականացնում են պեղումներ եւ առաջկայում նաեւ վերականգնման աշխատանքներ տեղի կունենան։ Էլի Սյունիքի մարզը նույնպես մենք փորձել ենք ցույց տալ հարահրճակման տրամաբանությամբ։ Այն տեղերը, որ բոլորս գիտենք, եւ մենք այստեղ փորձել ենք հնարավորինս այնտեղ, որտեղ կար այդպիսի տարբերակ, կարող ենք ներկայացնել, որովհետեւ դեպք կար, այսինքն ենթադրենք Սահմանադրական դատարանի շենքը բոլորս գիտենք, բայց այնուամենայնիվ ինքը պետականության կարևորագույն ինստիտուտներից մեկն է, չենք կարող այլ շենք դնել, բայց մարզերում որտեղ կար հնարավորություն այլ դիտանկյունից նայել, օգտվել ենք այդ հնարավորությունից եւ նաեւ Բաղաբերտ ամրոցը եւ մեզանում եւ ի վերջո սա միջազգային փաստաթուղթ է առաջին հերթին եւ Հայաստանի սահմաններից դուրս հանրահռչակելու տրամաբանությամբ։ Այստեղ պարոն վարչապետ գլխագրում տեսնում ենք 4-ից 18-րդ դար, պիտի նաև նկատենք, որ բաց աղբյուրներում տարբեր թվեր են, որպես այդպեսին երևում այս մասով, բայց մենք կրկին խորհրդակցել ենք մասնագետների հետ, որպեսզի ճիշտ ժամանակահատվածը արտահայտենք եւ Սյունիքի մարզի դեպքում կհիշեք, որ մենք բազմաթիվ տարբերակներ ենք քննարկել, Շաքիի ջրվեժը, Խուստուպլեր, Տաթևի վանք, շատ են զորած քարերը, շատ են եղել տեղանքները, որոնք որ կարելի էր ընտրել, բայց քանի որ պատկերի առումով կրկին ուզում ենք բազմազանություն ապահովել, կանգ առանք Բաղաբերդի վրա։ Եվ նաև պետականությունը արտահայտող սիմվոլների վրա ենք կենտրոնացել, իհարկե նախորդ պատկերներում տեսանք, որ նաև մեր ծագումնաբանությունը, մեր պատմությունը եւ մեր պետականությունը, այսինքն այս 3 հիմնական սյուների վրա է հենել անձնագրի ձևավորման տրամաբանությունը։ Հաջորդիվ Սրանոցի կամուրջն է 13-ից 14-րդ դարի Տավուշի մարզում գտնվում է Կիրանց գյուղի մոտակայքում
եւ նաեւ այստեղ էլ Տավուշի մարզում էլ բազմաթիվ պատմամշակութային բոլորիս հայտնի հուշարձաններ կան եւ մենք փորձել ենք նաեւ այստեղ բազմազանությունը ապահովել, բերդեր, եկեղեցիներ, կամուրջ, հաջորդիվ կտեսնենք նաեւ այլ պատկերներ, որովհետեւ օրինակ նաեւ Տավուշի մարզից էլ կար տարբերակներ, թե ինչ տարբերակներով գնանք առաջ եւ որոշեցինք այնպեսի, որ բազմազանությունը նախ հատուկ լինի մարզին եւ երկրորդն է Հայաստանի դիմանկարի բազմազանությունը, Հայաստանի բազմաշերտությունը արտահայտող պատկերներ ունենանք։ Այստեղ պարոն վարչապետ կարծում եմ մարդու կերպարն է ամենախորհրդանշականը, որը հենց Տավուշի մարզի դեպքում ենք պատկերել եւ հենց նաեւ Կիրանցի մոտակայքում գտնվող կամրջի տրամաբանության մեջ ենք պատկերել, որը ազատությունը խորհրդանշող մարդու կերպարանք ունենք եւ կամրջի մասով այո ամենահնագույն կամուրջներից է եւ եթե իմ ուսումնասիրությունները ճիշտ են այս մասով, նախկինում Տավուշի մարզում երկու բնակավայրեր է կապել այս հիմնական կամուրջը եւ կենսական նշանակություն ըստ էության ունեցող կամուրջներից է։ Կարծում եմ փորձել ենք նաև զուգահեռ բնաշխարհը եւս հնարավորինս ճշգրիտ ծառերի տեսակներով նույնիսկ պատկերել, որ ամբողջական ստացվի։ Իհարկե նաև շատ կարևոր է ընդգծել, որ մենք սրանոցի կամուրջը նաև ԿԳՄՍ-ն վերականգնման աշխատանքներ իրականացնում, որը նաև արդյունքում նաև լուսավորություն կլինի, գեղարվեստական լուսավորություն կամուրջի, որը նրա պատմությունը եւ կարեւորությունը ավելի կընդգծի։ Եվ քանի որ խոսեցիք վերականգնման աշխատանքների մասով, պարոն վարչապետ, Լոռի Բերդի դեպքում էլ եւս ունեցել վերջերս նաեւ հանրայնացրեցիք, կարծում լավ առիթ է, որ կրկին մենք այցելենք մեր բնակավայրերը եւ մեր պատկերած բոլոր բերդերում, ամրոցներում իրական պեղումներ իրականացվում են եւ նաեւ վերականգնման հետ կապված եւ առնվազն պահպանման, կոնսերվացման ուղղությամբ բոլոր տեղերում իհարկե աշխատանքներ իրականացվում են։ Եվ Վայոց ձորի մարզում էլի երկար մտածելուց հետո որոշեցինք Ջերմուկի ջրվեժը պատկերել, որովհետև Շաքի ջրվեժը Սյունիքի դեպքում չպատկերեցինք, որոշեցինք, որ այնուամենայնիվ պետք է Հայաստանի ջրվեժներից գոնե մեկը պատկերված լինի անձնագրում եւ նաեւ առիթից օգտվելով Ջերմուկի հայտնի պատկերը, սիմվոլը, եղնիկը եւ նաեւ ջրվեժը պատկերեցինք, որը կարծում եմ բավականին լավ է ստացվել էլի Վայոց ձորի մարզում կամ բազմաթիվ հուշարձաններ, բայց խնդիրը այստեղ ոչ միայն մարզի ամենակարևոր հուշարձանը ցույց տալն է, այլև նախ ցույց տալ Հայաստանի բազմազանությունը, Հայաստանի հարստությունը տարբեր ուղղություններով եւ բնական եւ պատմամշակութային հուշարձաններով եւ էլի ընդգծելով մեր պետականության սիմվոլները, մեր ծագումնաբանությունը, մեր ինքնությունը։ Այստեղ պարոն վարչապետ կհիշեք, թե որքան բարդ էր տրվում ջրվեժը ստանալը, հաշվի առնելով էլի անվտանգային հատվածները, աննշան փոփոխություններ են արել, որպեսզի ջրվեժի երկարությունը շատ ավելի տրամաբանական երևա մեր պատկերում։ Եվ եղնիկը կրկին բնական եղնիկից վերցած հատված ունենք այստեղ։ Հաջորդը արդեն ամփոփիչ էջն է, որտեղ մենք արդեն ունենք գրեթե առաջի էջի նման պատկեր Հայաստանի Հանրապետության ուրվագծային քարտեզը, ընդ որում եթե ճիշտ նկատեցի առաջին էջում Երևանը գրված է հայերեն, վերջին էջում Երևանը գրված է անգլերեն, նաև այդ բազմազանությունը ապահովելու համար եւ իհարկե թողարկող մարմինը ներքին գործերի նախարարությունը եւ նախարարության շենքն են արտացոլված։ Պարոն վարչապետ, անցնենք նաև ուլտրամանուշակագույն ճառագայթին, որպեսզի նաև թռչնի թռիչքի տրամաբանությունն էլ ներկայացնենք։ Այստեղ, ինչպես նշեցի սկզբում, բոլոր էջերը ունեն ուլտրամանուշակագույն ճառագայթներ եւ նաեւ եթե էջերի համարակալումներն էլ դիտարկեն կողքի եզրային նշանները, անընդհատ թերթելու պայմաններում կնկատեն մեր քաղաքացիները, որ հաջորդականություն են ապահովել թերթվելու պայմաններում եւ որոշակի տրամադրություն կա այստեղ նախատեսված։ Հիմա, եթե մի փոքր արագ ուղղակի ուլտրամանուշակագույն ճառագայթի էջերը թերթենք, կնկատենք։ Ընդ որում ուզում եմ ուշադրություն հրավիրեմ այն փաստի վրա, որ աղավնիներ են պատկերված էջերում, բնականաբար նկատի ունենալով խաղաղությունը, երջանկությունը եւ աղավնու թռիչք ենք նաեւ փորձել ստանալ այստեղ։
Վերջին էջում կրկին փակում ենք Հայաստան թշնատարերով եւ աղավնու արդեն նստելու դիրքի գալու ընդհանուր պատկերով։ Նորից տեսնում եք, որ Հայաստանի քարտեզը ուտրամանուշակագույն ճառագայթով մի փոքր տարբերվում է հիմնական պատկերից եւ անգլերենով շեղված է պատկերից, որ նույնական չլինի, որովհետեւ ենթադրվում է, որ նա հենց անվտանգային նկատառումներով, նո այստեղ ինչ արվել է եւ ոնց արվել է նկատի ունեցվել միջազգային ստանդարտը, որպեսզի նաեւ միջազգային ստանդարտի տեսակետից ուլտրամանուշակագույն եւ մյուս գծերը իրար չպետք է կրկնեն։ Դրա համար Հայաստանի ուլտրամանուշակագույն պատկերի քարտեզը որոշակիորեն շեղված է արդեն սովորական աչքի համար տեսանելի քարտեզից, դա էլի եմ ասում ստանդարտների բերումով է։ Եվ պարոն վարչապետ, մի հոլոգրամի է ուզում անդրադառնալ, որը որ մեր բոլոր էջերում կա, տեսնում եք վերևի հատվածում բոլոր տեղերում արևային ժամացույցին նմանվող մոտիվներով զարդանախշ ենք պատկերել, կիսաշրջանաձև, հին եւ միջնադարյան ժամանակահատվածում օգտագործել ենք որպես ժամացույցներ։ Հիմա այն բոլոր պատկերները, որոնք գրեթե բոլորը, որոնք որ կա արտացոլված, օրինակ Խոր վիրապի վանքում, Մատենադարանի դռների վրա, տարբեր եկեղեցիներում, խաչքարերի վրա այս նշանները որպես այդպիսին կան եւ սա եւս մեր ժառանգության մաս է որպես այդպիսին եւ փորձել ենք նաեւ այս տարբերակում հոլոգրամը կրկին որպես անվտանգային բաղադրիչ օգտագործելով այդուհանդերձ նաեւ պատկերել, որպեսզի այս հատվածը եւս բաց չմնա։ Եվ նաեւ ուզում եմ նշել, որ պատկերները մենք սկսել ենք մշակել ոչ միայն պրոֆեսիոնալ լուսանկարիչների օժանդակությամբ, այլ ձևավորել էինք գեղարվեստական թիմ, որին զուգահեռ նաեւ հետազոտող երիտասարդների հետ էինք նաեւ քննարկել, ստեղծագործող երիտասարդների հետ, մեզ օգնել են Pixart-ի գործընկերները, Թումո ստեղծարար կենտրոնի երիտասարդներն են մտքերի գեներացման փուլը մեզ օժանդակել եւ Հակոբ Կոջոյան կրթահամալիրի սաները եւս։ Իհարկե արդեն իմպլեմենտացման փուլում առավելագույնս հենվել ենք Pixart-ի մասնագետների խորհրդատվության վրա, բայց կարծում եմ սա նաեւ ոճային առումով նորություն է, որովհետեւ ի վերջո բոլորիս փաստաթուղթն է սա եւ բոլորս պիտի ներդրում ունենանք թե մտքերի գեներացման եւ թե նաեւ պատկերման փուլերում։ Ընդ որում ուզում եմ ասել էլի, որ կարող է հարց ծագել, թե ինչու է գծանկարով եւ ոչ թե ասենք լուսանկարով եւ այլն։ Այստեղ էլ միջազգային ստանդարտն ենք նայել, բազմաթիվ անձնագրեր ենք դիտարկել, որտեղ պատկերներ են արված եւ ոչ թե սիմվոլներ, այսինքն բոլոր դեպքերում այս ձևաչափով է արվում, որովհետեւ այդ էջերում լուսանկարներ դժվար է պատկերացնել, ինքը պարզատ տպագրության մեջ շեղումներ կլինեն եւ այլն, եւ շատ կարեւոր է, որ մենք այստեղ արտացոլում ենք պատկերներ, որոնք հատուկ մշակված են հենց անձնագրի համար, բոլոր ստանդարտներին համապատասխան։ Իհարկե անվտանգային շերտեր կան, որոնց մասին մենք այսպես բաց խոսում ենք, եւ անվտանգային շերտեր կան, որոնց շուրջ չենք խոսում եւ ընդունված էլ չէ խոսել, եւ մենք այս տրամաբանությամբ ներկայացրել ենք այս անձնագիրը, հույս ունեմ, որ մեր սիրելի քաղաքացիներին դուր եկավ, առնվազն այս տեսանյութը կարող են նայելով նորից թերթել, մի քանի անգամ թերթել, նայել, վերլուծել եւ իրենց հետեւությունները անել։ Մենք կենսաչափական անձնագրերը պլանավորում ենք, որ արդեն քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը եւ նաեւ արդեն ինչպես առիթ եմ ունեցել ընդգծելու կենսաչափական անձնագրերի ներդրմանը զուգահեռ մենք մեր սահմանային անցման կետերում նաև ներդնելու ենք առանց կոնտակտի, մարդկային կոնտակտի անցման մոդելը, երբ որ քաղաքացիները կենսաչափական անձնագիր ունեցող ուղղակի այդ անձնագրերը սկան անելու միջոցով եւ մարդու հետ շփում չունենալու պայմաններում կարողանան հատել սահմանը օդանավակայանում եւ սահմանային անցման մյուս բոլոր կետերում։ Այնպես որ Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, բարով վայելենք մեր նոր կենսաչափական անձնագրերը, հիմա արդեն գործնականում սկսում ենք թողարկման գործընթաց։